Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Հայաստանում 104 խնամատար ընտանիք խնամում է 176 երեխայի, այս թիվը պարբերաբար փոփոխվում է։ Մեր հյուրն էլ այսօր մեկն է նրանցից։ Մարդ, ով որոշել է ընտանիքի ջերմության կարիք ունեցող երեխաներին ծնողական սեր տալ։ Հերմինե Հովսեփյանը այսօր մեր տաղավարում կխոսի իր կյանքի պատմության մասին։ Ես Հերմինե Հովսեփյանս, մասնագիտությամբ հոգեբան մանկավարժ, 2 երեխաների մայր եւ ցանկություն ունեմ խնամատար ծնող որպես լինել ու առաստված հուսով եմ, որ ինձ կընձեռնվի եւս մի քանի բալիկների տալ այն ջերմությունն ու հոգատարությունը, ինչը որ երազել եմ դեռ մանկուց։ Դեռ մանկուց երազել եմ ունենալ մանկատուն, որտեղ կարողանամ երեխաներին տալ այն երջանկությունն ու ջերմությունը, ինչը որ յուրաքանչյուր երեխա կցանկանա ունենալ։ Քայլերը ձեռնարկվում է, քայլ առ քայլ, փորձում ենք հասնել նրան, ինչը որ երազանք է ինձ համար։ Հերմինե ջան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հերմինե ջան, ավանդույթը չխախտելով պետք է խնդրեմ սկսենք սկզբից։ Դուք ով եք մասնագիտությամբ, ինչ գործունեություն եք ծավալում։ Ես Հերմինե Հովսեփյան, ծնվել մեծացել եմ մանկավարժների ընտանիքում, դպրոցն ավարտելուն պես որոշեցի, որ մասնագիտությունը շարունակեմ այն մասնագիտությամբ, որտեղ որ ես ծնվել, որ մեծացել եմ։ Ընտրեցի մանկավարժություն եւ հոգեբանություն մասնագիտությունը։ Ավարտելուն պես քանի որ մանկուց երազել եմ ունենալ մանկատուն, որոշեցի առաջին քայլերս հենց համալսարանի հետ կապված բարեգործական միտումով այցելել մանկատներ, իմ բարեգործական ցուցանիշները ինչ որ չափով օգտակար լիներ երեխաներին։ Դրանից հետո ավարտելուց հետո որոշեցի հիմնել իմ զարգացման կենտրոնը ու այսօր ունեմ իմ իսկ զարգացման կենտրոնը, որտեղ որ երեխաներին խնամում, դասյարակում եւ զարգացնում ենք։ Ներողություն, փոքր տարիքի երեխայի համար մի քիչ տարօրինակ երազանք է ունենալ մանկատուն։ Գուցե փոքր տարիքում ինչ որ երևույթ, միջադեպ ազդել է ձեր այդ նպատակի ցանկության վրա։ Յուրաքանչյուր երեխայի ցանկություն է տեսնել մի ընտանիք, մի մանկություն, որտեղ որ կա ջերմություն, որտեղ որ կա ցանկություններ, չիրականացված ցանկություններ ու կան պատմություններ ու կան փակագծեր, որը որ դա իմ ներսում է ու դա ինձ համար հիմք հանդիսացավ, որ ունենամ իմ մանկատունը, չասեմ իմ մանկատուն, հա, հիմնվի մի կենտրոն, որտեղ որ երեխաները կստանան այն ջերմությունն ու քաղցրությունը, որտեղ որ յուրաքանչյուր երեխային կպարգևի ժպիտ եւ երջանկություն։ Չեք բացում փակագծեր, թե այդ որ իրադարձությունն է, որ այդպիսի ցանկություն է ձեր մեջ արտնացրել։ Իրականում շատ խորը դա մի զգացողություն է, որը որ դա իմ մեջ է, դա թող այդպես էլ մնա։ Շատ լավ, քանի տարի առաջ հիմնեցիք ձեր զարգացման կենտրոնը։ 17 թվականից հիմնել եմ իմ զարգացման կենտրոնը, մինչ այդ աշխատել եմ կենտրոններում որպես հոգեբան, հետո որոշեցի, որ հիմնել իմ իսկ կենտրոնը։ Ամեն դեպքում մանկատուն հիմնելու ցանկությունը այնքան շատ մեծ է եղել։ Շատ լավ, ինչով է զբաղվում կենտրոնը։ Կենտրոնը նախադպրոցական երեխաների զարգացման կենտրոն է, որտեղ որ հատուկ կարիքներով երեխաներ կան, թե միայն ոչ, պարզապես զարգացման կենտրոն է, որտեղ որ երեխաները կրթվում եւ դաստիարակվում են եւ պատրաստում են դպրոցին։ Շատ լավ։ Եվ այդուհանդերձ ձեր մեծ երազանքը շարունակում է մնալ
Միանշանակ ոչ, եթե մի երազանք եւ ցանկություն կա, հա, բնականաբար պետք է կարողանաս իրականացնել։ Մի երազանք, որը ունի հիմք լավ գործի, բարի գործի, միանշանակ առ Աստված յուրաքանչյուր քայլերը տանում է նրան, որ պետքա իրականանա այդ ցանկությունն ու երազանքը։ Հիմա կխնդրեմ պատմել այդ քայլերի մասին, ինչ քայլեր եք ձեռնարկում այդ երազանքի իրականացման ճանապարհին։ Այո, երազանքս իրականանում է կամանց, ճիշտ է փոքր քայլերով, բայց իրականանում եմ։ Միացա խնամատար ծնողների կազմակերպության անդամներին ու առաջ Աստված ինձ կտրամադրեն երեխաներ, ովքեր որ ունեն այդ խնամքի կարիքը եւ փոքր քայլերով կունենամ իմ խնամատարության կենտրոնը։ Մայր Թերեզան ասում էր մայրությունը ամենամեծ կոչումն է։ Դուք նաև 2 երեխաների մայր եք։ Այո, ես 2 զավակներ ունեմ, ովքեր որ իմ կյանքի ամենալուսավոր կետերն են, ովքեր որ ինձ ուժ են տալիս, ցանկություն են տալիս, որ կարողանամ պարգևել նաև մնացած բալիկներին, ովքեր որ ունեն դրա կարիքը։ Փաստորեն դուք հիմա քայլեր եք ձեռնարկում, որպեսզի ձեր խնամքին վերցնեք երեխաներ։ Եվ որքանով ես եմ տեղյակ, խոսքը 1-2 երեխայի մասին չէ, այլ թվով ավելի մեծ երեխաների մասին է։ Այո։ Դե սկզբնական քայլերը 1-2-3 երեխայով առաջ կգնանք, պետք է քայլերով ապացուցենք, որ մենք կարողանանք մնացած երեխաներին տալ այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է։ Ցուցադրական ոչինչ չպետք է լինի, պետք է կարողանալ ճիշտ քայլերով եւ երեխաներին կարողանալ այն դաստիարակությունը, այն ուրախությունը, այն ուսումը, որը որ մնացած երեխաներին կարողանան ինձ վստահել եւ աջակցել, որպեսզի տան այդ երեխաներին։ Բայց գործնական քայլերը արդեն արվել են, երեխաներին ձեզ կտրամադրեն, թե դեռևս հաստատման փուլում եք։ Դեռ ընթացքի մեջ է։ Բայց դրական ելքը միանշանակ կապահովվի, թե միանշանակ դրական ելքը ապահովելու համար է, որ ես կարողանում եմ հիմա արդեն խոսել։ Շատ լավ։ Մինչև քանի երեխա կարողանաք պահել հետագայում, հա, մինչև թիվ ինքներդ ձեզ համար սահմանել եք, որոշել եք, թե այսպես 1-2-ից կսկսեք եւ չեմ սահմանում, եկեք սահման չդնենք երեխաների մեջ, որովհետեւ որ երեխային է կարողանանք տանք ջերմություն, միանշանակ անթիվ է լինելու։ Երազանք է ամեն մի ուրախ առիթը, ամեն մի հաճելի պահերը անցկացնել այն երեխաների հետ, ովքեր որ իհարկե կարիք ունեն։ Բայց դուք հնարավորինս շատ երեխաների եք ցանկություն հայտնել։ Այո, իհարկե։ Խնամել, այո։ Միանշանակ։ Շատ լավ։ Եվ կան արդեն երեխաներ, որոնց ձեր տուն կբերեք այդ գործնական, այդ փաստաթղթային գործերն սեմինարներ ավարտելուց հետո դեկտեմբերին ունենք սեմինարներ, որը իրականանալու է Ծաղկաձորում, դրանից հետո արդեն քայլերը դեպի բարեդրացիական կլինի։ Բայց կան երեխաներ, որոնց ընտրել եք արդեն, թե դեռևս։ Կան երեխաներ։ Իսկ ինչպես եք ընտրել այդ դեպքում։ Չգիտեմ, որ աստղը բռնում է, հա, այդ երեխաներին ասացի իրանք իմ համար ուրիշ են ու որոշել ենք, որ անուններ չեմ ուզում տալ, ում երեխան է, ինչ է, հա, երեխան երեխա է, կապ չունի, երեխան ծագումը որտեղից է, ինչ է, եթե երեխային տաս այն դաստիարակությունը, այն ջերմությունը, որը որ կապ չունի իր կեսակերպը, հա, ինքը ինչով է զբաղվում, ինչ պայմաններով է ապրում կամ ինչ դաստիարակություն է ստանում, որովհետև երեխան մաքուր թերթ է, հա, տենց կարելի է ասել, երեխային ինչպես որ դու ճիշտ ձևով գրես, ճիշտ ձևով մակագրես, այդպես է շարունակվելու է իր ընթացքը։ Իսկ բարդ փուլ է անցնում ծնողը, մայրը մինչև կարողանա երեխային, հա, որպես խնամատար ծնող վերցնել։ Տարբեր մայրերի հետ տարբեր քննարկումներ լինում է, միանշանակ լինում է խնդիրներ, լինում է փոխզիջումներ, հա, մեկս մյուսի հետ կապված, բայց աշխատում ենք, որ այդ մայրերին նաև ներգրավել երեխաների խնամքի մեջ, որովհետև ծնողներ կան, որ պարզապես ասում են ես ի վիճակի չեմ
Իսկ ես մտածում եմ, որ կարելի է նաև ներգրավել այդ ծնողներին խնամքի մեջ, աշխատանք չունենք, Եկեք խոսքը կենսաբանական ծնողների մասին է, թե ուղղակի մարդկանց, ովքեր որ կարող են պոտենցիալ խնամատար ծնողների մասին է խոսքը, ովքեր որ միտում ունեն 1-2 տարի հետո վերցնել երեխաներին, տեսեք, երեխաներ կան, այսպես հեռավար նպատակներ ունեն, ցանկություն ունեն, բայց այո, բայց ինչ-որ բան իրենց խանգարում է, հա, այդ ճանապարհին։ Հա, ծնողներ կան, որ խանգարում է, ծնողներ կան, որ պարզապես արտաբերում են զուտ երեխաներին ոգևորելու համար, բայց չեն հասկանում, որ դա երեխայի այն հոգեբանությունը ամենակարևոր, որովհետև անկախ ամեն ինչից երեխան հա մեզ հետ լավ կարազգա, կարող է լավ լինել, կարող է մի օր ուրախ, մի օր տխուր, չէ, բայց այդ ծնողի ջերմությունը, որը որ երեխան սպասում է 6 ամիս հետո, որ պետք է մայրը գա տանի ու անցնում է 6 ամիս, սպասում են մաման գալու է ինձ տանի 6 ամիս հետո, նորից զանգում է մայրը, ասում է 3 ամիս է պետքա սպասես, մի 6 ամիս էլ պետք է սպասես ու երեխայի հոգեբանությունը սարսափելի է։ Ուղղակի պետք չի նման կերպ։ Դրա համար մտածեցի, որ այս ամեն ինչի մեջ նաև ներգրավել այն ծնողներին, ովքեր ցանկություն ունեն իրենց երեխաներին ետ վերցնելու, որովհետև կան խնդիրներ, կան սոցիալապես անապահով իրավիճակներ, դրա համար քննարկումների հետ մեկտեղ ծնողների հետ որոշեցինք, որ կարելի է ներգրավել խնամատարության ընթացքը ծնող, հա, դասիրարակ եւ տնօրեն հասկացողություն լինի, այսինքն մենք միահամուռ ուժերով կարողանանք երեխային տանք այն սերը, այն աջակցությունը, որ երեխան ապահով, էլ ավելի ապահով զգա, քանի որ միևնույն է մայրը մնում է մայր։ Ամենավատ մայրը, հա, ամենավատ ծնողը երեխայի համար ամենալավն է։ Չեմ կարծում, որ լինի երեխա, որ ասի իմ մայրը ամենավատն է, չեմ պատկերացնում ես դա։ Այո, տարբերություն շատ ծնողների երեխաներն ավելի մաքուր են, ավելի անկեղծ սիրով են սիրում։ Միևնույն է երեխան միշտ ներում է ծնողին։ Այո, ինչ հետաքրքիր է, երբ որ դուք շփվել եք, հա, շատ երեխաների հետ եք շփվել, որպեսզի կարողանաք ընտրություն կատարել։ Ինչ զգացողություններ ունեիք այդ պահին։ Անբացատրելի։ Գիտեք, ոչ թե կարեկցանք, ոչ թե խղճահարություն, չէ, չպետք է յուրաքանչյուրին խղճահարությունով մոտիվացնել, լավ, պետք է կարողանաս երեխայի մեջ գտնել ամենալավը։ Ոչ թե միայն լավով առաջնորդվես, ոչ, եւ լավը եւ վատը պետք է հավասար այդ նժարի վրա դնեք, հա, ու երեխային կարողանալ ճիշտ ուղու վրա կենտրոնացնել, որովհետեւ տեսեք, մարդ չի կարող լավը կամ վատը լուսաշխար գա, առհասարակ գործողությունը, գործունեությունը եւ մնացած քայլերն են, չէ՞, մարդուն դարձնում լավ կամ վատ կամ չգիտեմ, առաջատար կամ գող, հա, գող, տենց չգիտեմ, մնացած բառերը չկարելի է եւ արտահայտել։ Շատ լավ, երեխաները որքան էլ շատ սեր, որքան էլ ջերմություն են ստանում խնամքի կենտրոններում, բայց միևնույնն է նրանք ամեն դեպքում գալու է, հասունանալու այդ պահը, որ նրանք ցանկություն ունենան ընտանիքի ջերմությունը եւս զգալու։ Այդ ընտանիք ասված իրենց համար սպես մութ անտառ է շատերի համար։ Եվ իրենք մի օր անպայման այդ ջերմության, ընտանիքի կոնկրետ ջերմության կարիքը զգալու են։ Միանշանակ։ Դուք երբ որ շփվել եք այդ երեխաների հետ, այն տարիքում էին, որ այո, արդեն իրենք ուզում էին, որ իրենց տանեն ընտանիք, թե դեռևս փոքր տարիքի էին եւ փոքր տարիքի երեխաներ ունեցել եմ, հա։ Իրենք չեն պատկերացրել ընտանիքը ինչ է։ Իրենք մտածել են ընկեր Հերմինեի կենտրոնը ամենասիրունն է, ամենալավն է, ընկեր Հերմինեն այդտեղ մեզ լավ է նայում, հա, երեխան չի պատկերացնում։ Տեսեք, տարեդարձին ասում եմ մաման գալու է, բայց ովքեր որ արդեն խնամատար վերցրեցին այդ երեխային, ինքը այդ ծնողի մեջ է տեսնում մամա բառը, հա, հասկանում եք, ու ինքը այն երջանկությունը, որ ընկեր Հերմինե մաման գիտեք ինչ սենց արեց, ընկեր Հերմինե մաման իմ համար էս գնեց, մաման ինձ էստեղ տարավ, այնտեղ տարավ, ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ երեխաները գալիս էին ինձ ամեն բան տեղեկացնում էին, որ այդ պաշտպանողական էս, որ ես ապահով եմ արդեն,
ճիշտ է դուք ինձ այդ տվել եք, հա, այդ ջերմությունը, այդ փակագծերով այդ ամեն ինչը տվել եք դուք ինձ, բայց իմ մաման ինձ եւս լավ է նայում։ Այո։ Իսկ ինչ տարիք են երեխաները, որոնց բերելու եք ձեր տուն։ Ունեինք 2 տարեկան, 2.5 տարեկան երեխաներ, որովհետև փոքր տարիքի երեխաների հետ աշխատելը ավելի ճիշտ է իմ կարծիքով, քան մեծերի։ Տեսեք, եսի ձևավորումը, որ երեխայի մոտ ճիշտ ձևավորվի, որովհետև եթե երեխայի եսը կոտրված է լինում, իմ կարծիքով այդ երեխան իր հետ աշխատելը էլ ավելի բարդ է լինում։ Հիմա այդ երեխաների հետ կապը կա, քանի դեռ այդ թղթաբանության հարցերը եք զբաղվում։ Շատ երեխաներ կան, որ կապը կա, ճիշտ է իրենք արդեն խնամատար ծնողներ ունեն, բայց իրանց համար ընկեր Հերմինեն է վերջը։ Որ երեխաների մասն է կենտրոն հաճախող, թե մանկատանը դեռևս բնակվող։ Արդեն մանկատանը չեն, իրանք խնամատար ծնողներ ունեն։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, դուք շփվել եք երեխաների հետ, մի մասին արդեն խնամատար ընտանիքներ են տեղափոխել, մի մասին դուք եք որոշել ձեր տուն բերել, եւ այդ թիվը մեծացնելու եք։ Այո, անպայման։ Ասում են բարությունը այն լեզուն է, որ կույրը կարող է տեսնել, խուլը կարող է լսել։ Մեր երկրում, մեր օրերում բարության պակաս շատ ունենք։ Եվ եթե ամեն մեկը կարողանա մի փոքր այդ բարությունից, իր մեջ եղած բարությունից տալ, աշխարհը ավելի լավը կդառնա։ Ավելի գեղեցիկ ու ավելի լուսավոր կլինի։ Հիմա կենտրոնում որոշեցի նաև աղե քարանձավ հիմնել, որտեղ որ երեխաները էլ ավելի կհետաքրքրի իրենց առօրյան, հա։ Պլանետարիում բերեցի աղե քարանձավ հիմնեցի, իսկ հիմա ավելի կենտրոնանում եմ բժշկական առումով, որտեղ որ ունենալու ենք եւ աղե քարանձավ, եւ մերսման կենտրոն, եւ յուղի կենտրոն, հա, յուղ են շնչելու երեխաները, որ ավելի ստեվական մեր հիվանդ իրավիճակներում ավելի գովելի է ու փաստ, որտեղ որ կարողացանք եւ շուտով արդեն մեկ ամիս կտևի, որը որ կբացենք։ Երեխաներին սեր տալը այլ է, այո, շատ երեխաներ ունենալը մի այլ երջանկություն է, մի այլ հաճույք է, բայց նաեւ մեծ հոգս ու պատասխանատվություն է։ Դուք լինելով 2 երեխաների մայր, համարձակվում եք նաև նոր երեխաների, հա, հոգս այսպես ասած ստանձնել, հատկապես երբ որ կողքից հետևող աչքեր կան, իսկ խնամատար ընտանիքներում, այո, դեռ հետևում են, հա, ինչպես են երեխաները պահվում, ինչպես են մեծանում, ինչ միջավայրում են։ Շատ կարևոր է եւ ողջունելի է, որ պետք է կարողանալ ճիշտ մարդկանց տալ խնամատար երեխաներին, Ինչպես եք կազմակերպելու այդ խնամքը, հոգսը, ինչպես եք արդեն իսկ պլանավորել եք ձեր առօրյան։ Իհարկե, արդեն դա ինձ համար առօրյայի գրեթե մեծ մասն է, որովհետև երեխաների մեջ երեխաներից դուրս չեմ պատկերացնում։ Հավատացած եղեք կոնկրետ իմ կենտրոն շաբաթ-կիրակի ինքը հանգստյան օրեր են, բայց ես ամեն օր պետք է գնամ կենտրոն բացեմ, ասում երեխաների այդ օդը, այդ շունչը, ես դեռ այդ պատերի մեջ զգում եմ։ Ձեր երեխաները քանի տարեկան են։ Իմ երեխաները։ Այո։ Մեծ տղաս 10 տարեկան է, փոքրիկս 1 տարեկան։ Այո, օրինակ 10 տարեկանին ինչպես եք տրամադրել, որ նոր քույր եղբայրներ են ունենալու։ Իրանք արդեն իրանց համար դա սովորական երևույթ է։ Ուզում է։ Մեծ տղան ուզում է։ Իհարկե։ Նոր քույր եղբայր։ Իրանց համար բոլորը որ տուն աշխատանքից հետո գնում ենք, մամա ասում է ոնց որ դատարկ է պատերը, ուր են մնացած երեխաները ու մեր բակի երեխաները արդեն կես ժամ 40 րոպե հետո մեր տանն են լինում։ Արդեն ոնց որ պատերը կանչում է երեխաներին։ Բայց մինչև քանի երեխա կկարողանաք վերցնել։ Չգիտեմ, տեսնենք։ Ինչքան է թույլատրում օրենքը։ Օրենքը շատ։ Եթե դու կարողանաս ապահովել այս երեխաներին իրենց ճիշտ կազմակերպես առօրյան 20-30 կախված է արդեն քո տարածքից, քո միջավայրից, քո բնակության վայրից։ Իսկ ինչ պահանջներ կան։
Ինչպիսի պահանջների պետք է բավարարել, որպեսզի քեզ թույլ Տեսեք, տան 20-30 շատ երեխա։ պահանջներ կան, որ ասեցի ես ձեզ, որ Ծաղկաձորում տեղի է ունենալու մեր սեմինարները, այնտեղ նրբություններ կան։ Հիմա ես չեմ կարող ասել ձեզ այն նրբությունները, ինչին որ տեղյակ չեմ։ Հա։ Հիմա ես կասեմ այն ամենը ամսի 2-ից 8-ը մեր սեմինարներն են, որը լինելու է Ծաղկաձորում։ Մենք այդ սեմինարից հետո նոր արդեն կարողանամ ավելի վստահ եւ հստակ ասել այն ինչը որ մեզ սահմանված է լինելու որպես խնամատար ծնող։ Իսկ եթե մարդը ունի ցանկություն, այդ խնամքին երեխա վերցնելու, առաջին քայլը որը պետք է լինի, ուր պետք է դիմի, գուցե այսպես ուղղորդենք մարդկանց։ Տեսեք, առաջին պետք է ուղղորդվես կոնկրետ այն վայր, որտեղ որ դու քո գործունեությունը իրականացնում ես, այսինքն եթե մարզից ես, քո պետք է մոտենալ մարզպետարան, այնտեղ դիմում լրացնել, որ դու այսինչ մարդն ես, իրականացնում ես նման գործունեություն եւ ցանկություն ունես լինել խնամատար ծնող։ Եվ նրանք գալիս են, տեսնում են քո գործունեությունը, տեսնում են քո աշխատանքները, այցելում են տուն, հասկանում են, որ եթե դու ունես այն ամենը, ինչը որ թույլ կտա եւս վերցնել բացի քո խնամքի տակ եղած երեխաների հետ մեկտեղ դու կարող ես նմանատիպ երեխաներին եւս վերցնել եւ քո խնամքի տակ բնականաբար թույլատրվում է։ Իսկ ձեր կյանքի գործունեության ընթացքում մանկատներ այցեր ունեցել եք, իրականացրել եք։ Այո։ Խարբերդի կենտրոնացած մանկատանը գրեթե 1 տարի որպես բարեգործական միտումով գնացել, երեխաների հետ եմ աշխատել, հիմնական աշխատել եմ կլման խնդիր ունեցող երեխաների հետ, որովհետև որպես մասնագետ աշխատել եք։ Իհարկե։ Զեյթունի մանկատանն եմ աշխատել, էլի ինչպես միշտ բարեգործական միտումով, ես որպես աշխատող ոչ միտեղ չեմ գնացել, որովհետև ինձ համար մանկատունը դա երազանք է եղել։ Միշտ պտտվել եմ բոլոր տեղերում, ինչը որ ինձ հետաքրքրել է, որ օրինակ նմանատիպ երեխաների հետ ինչպես պետք է աշխատել։ Խարբերդի կենտրոնացած մանկատան ինչի համար գնացի, որովհետև ինձ ասում էին Հերմենի երեխաներ կան, որ չեն կարողանում հաց ուտել, սոված են մնում, ու իրականում շատ լավ էին վերաբերվում երեխաներին, չեմ կարող ինչ-որ մի հատ վատ կամ բացասական ինչ-որ մի բան ասել։ Հրաշք մասնագետներ կային, հրաշք կոլեկտիվ էր, որը որ երեխաներին կարողանում էին այն ամեն ինչը տալ, ինչը որ իրենք չէին ստանում իրենց ընտանիքներում։ Բայց դուք ինչ զգացողություններ եք ունենում, երբ որ աշխատում եք։ Սարսափելի։ Այդ զգացողությունները նպաստում էին մանկատուն ունենալու երազանքը զարգացնելու, թե հակառակը։ Այդ ամեն օր էլ ավելի էր, կրկնապատկվում, որ ես պետք է ունենամ իմը, ես պետք է ամեն օր, չգիտեմ։ Բայց դեռ պետք է ունենաք։ Իհարկե։ Այդ ուղղությամբ աշխատում եք։ Անպայման, դա իմ կյանքի երազանքն է։ Այդ պետքա պարտադիր իրականացվի։ Բայց հենց մանկատուն թե գուցե այդ խնամատար երեխաներին որ վերցնելու եք արդեն իսկ իր կողմից արդեն իսկ կոչվում է այն երեխաները, գալու են այն երեխաները, ովքեր ունեն արդեն խնամքի կարիք։ Պետք չի, ես չեմ ուզում այդ մանկատուն ասվածը չեմ ուզում լսեմ։ Ուզում եմ թող լինի խնամքի կենտրոն։ Բարեգործական խնամքի կենտրոն։ Բարեգործական խնամքի կենտրոն, ու ինչի համար է հիմնվում քարե աղե քարանձավը, որ այդ երեխաները նաև թող ամեն ինչ տեսնեն, իրանց համար այդ տեսողականը, թող ավելի զարգանա։ Իրանք ամեն բան պետք է իրանց մեջ կոտրեն, այդ վատը, չլինելը, այդ կասկածը, իրենց եսի կոտրվելը, որովհետև կան երեխաներ ասում են մեկա մենք չենք կարող։ Ես այդ չեմ կարող բառը չեմ ուզում ոչ մեկից լսել, որովհետև չկա չլինել ու չկան բառը չկա այս կյանքում։ Կա ցանկություն, կա նպատակ, կա իրականացում։ Իսկ վախեր, անհանգստություն չունեք, որ գուցե ինչ-որ հարցում չհաջողեք։ Չէ, ես երեխաների խնամքի հարցում եթե կա աշխատանք, եթե կա նպատակ, եթե կա ցանկություն, չի կարող լինել վախ։ Վախ կարող է լինել, օրինակ, ինչից։
եթե դու կարողանում ես քո աշխատանքը լիարժեք կատարել, հա, ինչից պետք է վախենաս։ Վախենաս, որ երեխան քեզ չի սիրի, չեմ պատկերացնում դա։ Շատ լավ։ Եթե ունեք ավելացնելու բան, Ավելացնելու բան, որ կյանքում ինչպիսի իրավիճակում է լինես, պետք է կարողանաս լինել մարդ։ Դա կյանքի ամենամեծ կոչումն է ու ամենամեծ ձեռքբերումն է։ Պետք է մարդ ծնվես եւ մարդ գնաս այս կյանքից։ Կոկո Շանելն ասում էր, սերը պաշտպանում է ծերանալուց։ Դուք շատ սեր ունեք, շատ սեր տալիս եք եւ այդ սերը թող ձեզ հետ վերադառնա։ Միշտ սիրվեք, այդպես սիրով շրջապատված ապրեք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։